Ողջույն Ragi News-ի սիրելի հետևորդներ, եթերում ըստ էությանն է մեր տաղավարում այսօր հյուրընկալել ենք ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանին։ Բարև ձեզ, պարոն Աբրահամյան, շնորհակալ ենք հրավեր ընդունելու համար։ Սիրով։ Պարոն Աբրահամյան, սկզբում անդրադառնանք բանակում կատարվելիք սպասելիք փոփոխություններին, կառավարությունը որոշել է հունվարի 1-ից պարտադիր ծառայության ժամկետը 2-ի փոխարեն դարձնել 1.5 տարի, պաշտպանական ծախսերը կրճատում են, դրան զուգահեռ էլ Ադրբեջանը հայտարարեց, որ առաջիկա տարիներին գնալով կրճատելու է ռազմական ծախսերը։ Նախ ինչ կտա ժամկետային ծառայության ժամկետի կրճատումը մեր բանակին եւ հետո արդյոք սա չի վկայում, որ խաղաղություն է սպասվում, արդյոք սա խաղաղության նշան չէ։ Իշխանության հիմնական մտադրությունը թաքնված էր մի ձևակերպման մեջ, որը վերջերս պաշտպանության նախարարը ներկայացրեց, հայտարարելով, որ իրենք պետք է իրականացնեն որոշումներ կամ ծրագրեր, որոնք հաճելի եւ ցանկալի են հասարակության համար։ Այսինքն խնդիրը դրված չէ պաշտպանական գերատեսչության առաջնահերթությունների իրականացման մասով։ Խնդիրը դրված է ընդունել որոշումներ, որոնք առավելագույնս ականջահաճո կլինեն հասարակության համար։ Այստեղ կա իշխանության համար երկու ուղղություն, առաջինը 7 ամիս ժամկետ է մնացել խորհրդարանական ընտրություններին եւ ակնհայտորեն իշխանությունը գնալու է նմանատիպ այլ, այսպես կոչված պոպուլյար որոշումների կայացմանը, որի հիմքում ոչ թե երկրի առաջնային շահերն են կամ երկրի անվտանգությունը, այլ կոնկրետ հանրության համար ցանկալի եւ հաճելի լուրեր լսելը։ Սա մեկ։ Երկրորդը, ինչ վերաբերում է այդ փոփոխություններին, ապա զինված ուժերում արկա իրավիճակը առաջին հերթին համալրվածության, որի խնդիրները արտահայտվում են պահեստազորայինների հազարավոր մարդկանց զորակոչներով եւ արժական հավաքներով, որի 14-օրյա ժամկետը նախատեսված հենց մարտական հերթապահության համար, Երկրապահ կամավորական միության մասնակցությունը մարտական հերթապահության իրականացման ցույց են տալիս, որ զինված ուժերում մենք ունենք բավականին խորը ճեղքված համալրման առումով։ Եվ որքան էլ դա հանրության համար կամ հանրության մի հատվածի համար հաճելի լինի կամ ցանկալի լինի այդ փոփոխությունները իրենց ворթիների ծառայության ժամկետի կրճատման մասով, եթե սա քննարկում ենք զուտ անվտանգության տեսանկյունից կամ երկրի պաշտպանողականության տեսանկյունից, ապա մենք ունենալու ենք այդ ճեղքվածքի առավել մեծացում, ինչը բավականին լուրջ սպառնալիքներ է պարունակում մեր երկրի համար։ Պաշտպանության նախարարության հավաստիացումները, թե այս տարիների ընթացքում պաշտպան հայրենաց ծրագրի միջոցով օրինակ 4200 զինծառայողի ներգրավվածությունը այդ խնդիրները փակում է, որևէ ձևով չի համապատասխանում իրականությանը, եւ ես նվազագույն առաջիկա 3 տարում ես այդ կրճատման հնարավորությունը չեմ տեսնում։ Ես կարծում եմ այստեղ լուծումը այլ տեղ էր, մենք ոչ թե պետք է գնայինք զինվորական ծառայության կրճատման ճանապարհով, այլ մենք բարձրացնենք զինծառայողի եւ այս դեպքում պարտադիր ժամկետային ծառայողի դերը, մասնավորապես արտոնություններ սահմանենք այդ երկրի պետական կառավարման համակարգում, առողջապահական համակարգում, կրթական ուղղություններով, որպեսզի ցանկացած մարդ իմանար, որ իր պարտադիր ժամկետային ծառայություն անցնելը ոչ միայն իր համար տարիների համար կորուստ չէ, դեռ չեմ խոսում հայրենիքի պաշտպանության այդ սրբազան գործը, որը սահմանադրությամբ է նաև սահմանված, այլ դա իր հետագա տարիներին ողջ կյանքի ընթացքում ուղեկցելու է որպես արտոնություն պետական համակարգում աշխատանքի անցնելուց, մասնավոր համակարգում քվոտաների սահմանելուց, անվճար կրթություն ստանալու տեսանկյունից։ Հիմա եթե մարդը գնում է 1.5 տարի ծառայում է գալիս է, բայց հնարավորություն չունի կրթություն ստանալու։ Հիմա ավելի լավ չէ այդ մարդը կարողանար 6 ամիս ավել ծառայել, 2 տարվա ծառայություն անցնել, բայց պետությունը օրինակ 4 տարվա իր վճարը պայմանական 4 տարի անգամ 800,000 դրամ, որը բավականին մեծ գումար էր, ապահովել է այդ գումարով։ Այսինքն գնում ենք լրիվ հակառակ ուղղությամբ, գնում ենք ոչ թե մեր երկրի առաջնահերթությունից ելնելով մեր երիտասարդների կյանքը կառուցելու, առողջապահությունն ու կրթության իրավունքը իրացնելու եւ երկրի պաշտպանություն հուսալի ապահովելու ճանապարհով, այլ գնում ենք կարճաժամկետ էմոցիաներ արտահայտող փոփոխություններով։ Սա մեկ։ Երկրորդը, ինչ վերաբերում է ռազմական բյուջեի կրճատմանը, նախնական խոսվում էր $265 միլիոն կրճատման մասին,
ինչը նախորդ բյուջեի համեմատ 2024 թվականի 15.3%-ով կրճատում է։ Սա տեղի ունի մի իրավիճակում, երբ որ պատերազմից հետո 44 օրյա պատերազմից հետո Հայաստանի տեղի ունեցել 3 հարձակում 21, 22, 23 թվականներին Հայաստանի զինված ուժերը ունեցել են միլիարդավոր դոլարների կորուստներ զինտեխնիկայի, ռազմական օբյեկտների, ունեցած սպառազինության կորուստների մասով եւ այս տարիները մեծ հնարավորություն չի ունեցել դրա նվազագույն մասը գոնե վերականգնելու եւ այս պայմաններում անկախ թե կառավարությունը առաջիկա տարիների համար խաղաղություն թե պատերազմ է կանխատեսում գնալ այսպիսի կրճատումների, դա որևէ ձևով չի բխում մեր երկրի անվտանգային առաջնահերթությունից։ Եվ երրորդ ամենակարևոր հատվածը, ինչը վերաբերում է Ադրբեջանին եւ Ադրբեջանի հետ զուգահեռներ անցկացնելուն։ Մենք ցավով պետք է արձանագրել, որ մենք այսօր չունենք այդ հնարավորությունը համեմատության մեջ դնելու Հայաստանի Հանրապետությանն ու Ադրբեջանին, այդ թվում նաև զինված ուժերի մակարդակի առումով։ Ադրբեջանը կարող է գնալ նույնիսկ 20% կրճատման, բայց Ադրբեջանը 20-25 թվականների ընթացքում իրականացրել է բավականին մեծածավալ ծրագիր առաջին Թուրքիայի հետ, նատոյական չափանիշներով թուրքական մոդելի բանակի կառուցման եւ վերակառուցման մասով ադրբեջանական բանակը ըստ այդ պլանի 5 տարվա ընթացքում ամբողջությամբ վերափոխվել է, բոլոր զինծառայողները անցել են վերապատրաստումներ եւ ունեն իրենք որակական առումով լրիվ այլ բանակ։ Գումարած սրան Ադրբեջանը այս 5 տարիների ընթացքում ոչ միայն խլել է Հայաստանի Հանրապետությունից մեծականակ սպառազինություն եւ զինտեխնիկա, նաեւ մեծաթիվ գնումներ է ունեցել հատկապես Թուրքիա, Իսրայելից, եվրոպական որոշ երկրներից, Պակիստանից, նաեւ Չինաստանից ռազմատեխնիկական համագործակցության խորացված համագործակցություն ունի եւ Ադրբեջանը իր խնդիրները այնպիսի ձևով է լուծել, որ առաջիկա տարիներում Հայաստանի հետ ռազմական բալանսի առումով որևէ խնդիր չի կարող ունենալ եւ այս պայմաններում բնականաբար մենք չենք կարող Ադրբեջանի հետ համատվել եւ ասել գիտեք Ադրբեջանն էլ է կրճատում, մենք էլ գնանք կրճատումների։ Իշխանության վերվող, այսպես ասեմ, հիմնավորումները խիստ չակերտավոր են եւ դրանք որևէ ձևով չեն բխում մեր երկրի անվտանգության շահերից։ Պարոն Աբրահամյան, Բաքվում շարունակվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ կեղծ շինծու դատավարությունը, սակայն տպավորություն է, որ այս իշխանությունը ոչինչ չի անում նրանց վերադարձնելու մասով։ Ինչ եք կարծում, ինչով է ավարտվելու այս գործընթացը եւ երբ մեր հայրենակիցները կհայրենադարձվեն։ Անկեղծ ասած շատ ցավալի թեմա է, որը մենք անդադ հարցարցում ենք եւ միանգամից ասեմ, որ շատ կարեւոր է, որ լրատվամիջոցները այս թեման Հայաստանի իշխանության իներտության պայմաններում անընդհատ առաջին պլանում պահում են։ Սա առաջին հերթին նաեւ բարոյական սատարում է այն բոլոր ընտանիքներին, որոնց ընտանիքի անդամները այս պահին գերեվարման մեջ են։ Այստեղ մի կարեւոր հանգամանք կա, որ մենք պետք է հստակ իմանանք, թեև Ադրբեջանը հաստատում է 23 հայի ներկայությունը Ադրբեջանում, բայց իրավապաշտպանները, իրավապաշտպան կազմակերպությունները այս ընթացքում խոսում են հիմնավորված շուրջ 8 տասնյակ հայերի Ադրբեջանում գտնվելու մասին։ Դրա հիմքում դրված են այն տեսանյութերը, որոնք հենց ադրբեջանցիներն են Telegram կանալներում, տարբեր կայքերում հանրայնացրել եւ տեսանելի է եղել այդ մարդկանց ադրբեջանական զինծառայողների վերահսկողության տակ գտնվելը։ Եվ այս պայմաններում մենք պետք է նաեւ հիշենք, որ կան 100-ից ավելի նաեւ անհետ կորածներ, որոնց հարցերը տարբեր փուլերում բարձրաձայնվել է եւ այս համատեքստում մենք նաեւ պետք է տերմինաբանության հետ շատ զգույշ լինենք, որպեսզի որևէ մարդու կամ մարդկանց խմբի որևէ ձևով չցավեցնենք եւ այստեղ խնդիրը մի քանի հարթության մեջ է։ Կոնկրետ գերեվարված անձինք, որոնց հետ կապված Ադրբեջանը ունի հաստատում, այդ 23 հայի մասին է խոսքը, այն մարդկանց, որոնք տարբեր տեսանյութերում հայտնվել են մամուլում կամ սոցիալական մեդիայում եւ անհետ կորած այն մարդկանց, ովքեր պայմանականորեն զոհվել են, բայց նրանց մասունքները մինչև հիմա վերադարձված չի հայրենիք եւ այդ մասով պետք է հսկայական աշխատանք տարվի։ Երբ որ Հայաստանի իշխանությունը խոսում է Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավման, երբ որ խոսում են խաղաղության մասին որպես փաստի, այս տեսանկյունից բնականաբար շատ տարօրինակ է, որ խոսում են խաղաղության հաստատման մասին, բայց մարդիկ
ոչ միայն գտնվում են ադրբեջանական բանտերում, այլ նրանց նկատմամբ կեղծ դատավարություն է գնում։ Ինչով է սա նաև վտանգավոր, որովհետև սա միայն այդ մարդկանց դեմ դատավարություն չէ։ Այն բոլոր թեմաները, որոնք շրջանառվում են այդ դատավարության հիմքում, եւ այն մեղադրանքը, որը դրված է այդ դատավարության տակ, դրանք ըստ էության բավականին լուրջ մեղադրանքներ են պարունակում Հայաստանի Հանրապետության դեմ, այսինքն երկրի ոչ այնքան անհատների դեմ։ Եվ տարօրինակ է, որ Հայաստանի իշխանությունը խոսում է խաղաղության մասին, իսկ ադրբեջանական մեղադրանքում Հայաստանը դիտվում է որպես ռազմական հանցագործ կամ ցեղասպանություն իրականացած երկիր, եւ այս պայմաններում է, որ նաեւ բավականին հակասություն է առաջանում մեր եւ ադրբեջանցիների մոտեցումների եւ հայտարարությունների միջեւ։ Ինչ եք կարծում, հնարավոր է, որ Ադրբեջանը գերիներին վերադարձնի ընտրություններից առաջ, ինչպես օրինակ արեց 2021-ին։ Այն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները փոխհամաձայնեցված գործում են եւ ներքաղաքական իրադարձություններով միմյանց աջակցում են, դա տեսանելի է։ Ադրբեջանցիների մոտ սա նաեւ որոշակի հրապարակային արձագանքներ է եղել։ Իրանք շատ պարզ ասում են, որ իրենց համար այս 11-ն ընթացքում ցանկալի ղեկավար եղել է Նիկոլ Փաշինյանը եւ Նիկոլ Փաշինյանի իշխանության երկարաձգումը բխում է ադրբեջանական օրակարգից եւ բնականաբար այս պայմաններում որևէ մեկը չի կարող բացառել, որ կունենանք նմանատիպ իրավիճակ։ Համենայն դեպս այն իրադարձությունները, որոնք այսօր տեղի են ունենում կամ ընթանում են, ցույց է տալիս, որ ադրբեջանցիները առնվազն 15 գերու ռազմագերու հետ որևէ խնդիր չունեն։ Նկատի ունեմ 23-ից հանած 8 այն գործիչները, որոնք Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավար են եղել, եւ ինչ որ փուլում ենթադրաբար հենց առաջին ստադիայում կարող է տեղի ունենալ նրանց հայրենադարձումը։ Ինչ վերաբերում է մեր 8 գերիներին, որոնք Արցախի ռազմաքաղաքական ղեկավարն են, ապա այս պարագայում ես կարծում եմ, որ քաղաքական միգուցե նաև որոշակի երրորդ երկրների հեղինակություն ունեցող դերակատարների ներգրավվածության խնդիր այդտեղ նաև կարող է առաջանալ, որովհետև մեղադրանքի այն ծավալը, որը ներկայացվում է դատարանում, այս պայմաններում Ադրբեջանի համար շատ դժվար է լինելու նաև դրա պայմաններում մարդկանց պարզապես թողել։ Եվ սա որոշակիորեն նաև բարդացնում է իրավիճակը, որովհետև տարիներ շարունակ եղել է ուժեղացված քարոզչություն, մարդկանց պիտակավորել են, հանցագործներ որակավորել, մարդկանց մեղադրել արարքներում, որոնք նրանց հետ առնչություն չեն ունեցել եւ այլն, եւ քարոզչական եւ քաղաքական այդպիսի տերմինաբանության պայմաններում պարզապես 1-2 կամ կարճ ժամանակահատվածում ազատ արձակելը կարող է իրենց համար երկրի ներսում խնդիրներ առաջացնել եւ կարծում եմ, որ այս մասով նաեւ որոշակի լրացուցիչ գործիքակազմեր պետքա կիրառվեն, որպեսզի հնարավորություն դարձնեն այս մարդկանց լիարժեք վերադարձը։ Կարող է օրինակ խաղաղության պայմանագրի ստորագրումից անմիջապես առաջ կամ հետո Բաքուն ազատի բոլորին եւ ինչ պիտի անի Ադրբեջանը, որ դուք հանրությունը մենք ի վերջո հավատանք, որ Ադրբեջանը պատրաստվում է իսկապես խաղաղության։ 3 առաջին օրն էր ադրբեջանական մամուլում հետևում է Բրյուսելում տեղի ունեցած մի միջոցառման, որտեղ կրկին այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի կոնցեպտն էր աշխատում եւ կոչ էր արվում Հայաստանի իշխանություններին, որպեսզի ընդունեն Ադրբեջանի նախագահի հորդորները եւ հնարավորություն ստեղծեն այդ մարդկանց վերադարձին։ Մի կողմ դնենք այն ուռճացված թվերը, որոնք ներկայացում է որպես փախստականների թեմա, որովհետև տարբեր թվերով դրանք Հայաստանից հեռացած ադրբեջանցիները, որոնք սովետական ժամանակաշրջանում ապրել են, մոտավորապես 140,000 մարդու մասին է խոսքը։ Ավելին, շատ մարդիկ ապրել են Ադրբեջանում սովետական շրջանում եւ եղել են շատ ավելի վաղուց, քան ադրբեջանցիներն են իրենց իդենտիֆիկացիան ընդունում, բայց այս պայմաններում Հայաստանի իշխանության իներտության պայմաններում ադրբեջանցիները այս թեզը շատ ավելի ակտիվ եւ ագրեսիվ են առաջ մղում։ Հիմա Ադրբեջանի նման երկրներում հասկանալի է, թե իշխանությունը թույլ չի տալիս որևէ նման արձագանք, միջոցառում, նախաձեռնություն պարզապես չի լինելու։ Եթե դա տեղի է ունեցել, նշանակում է, որ Ադրբեջանի իշխանությունները իրենց համար որպես պայստային տարբերակ կամ ավելի երկարաժամկետ տարբերակ դա կիրառում են։
Ես ինչ եմ տեսնում, ադրբեջանական մամուլի վերլուծությունը իմ համար տպավորություն է ստեղծում, որ եթե նույնիսկ այսօր, վաղը կամ առաջիկա տարիների համար Ադրբեջանը չունի Հայաստանի կոնկրետ տարածքների նկատմամբ վերահսկողություն հաստատելու նպատակ, բայց դասագրքային առումով, գաղափարական առումով ադրբեջանական հասարակության մեջ անընդհատ ներմուծվում է այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի այդ կոնցեպտը, որը ներառում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզը, ներառում է Վայոց ձորի մարզը, Գեղարքունիքի եւ Տավուշի մարզի որոշ հատվածներ, որոնք քարտեզային առումով ներկայացում են։ Այսինքն մի կողմից կա արտաքուստ խաղաղության մասին հորդորներ, կա պատրաստակամություն, բայց Ադրբեջանը չասեմ շատ արտահայտված, բայց տեսանելի մասով աշխատանք է տանում դա իր հասարակության սեփականություն դարձնելու համար։ Եվ ես կարծում եմ, որ իրենց ռազմավարական փաստաթղթերով դրա նկատմամբ կա կոնկրետ միջոցառումներ, որոնք ենթադրում են նաև քարոզչական աշխատանք եւ այլն, եւ դա երկարաժամկետ կտրվածքով շարունակում է մնալ նրանց օրակարգում։ Պարոն Աբրամյան, մի քանի օր առաջ 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտվեց ձեր վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը, ով գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում, սակայն վերադարձավ Հայաստան եւ միանգամից օդանավակայանից ձերբակալվեց։ Նրա այս քայլը կարծես հանրության լայր շերտերում դրական մեծ արձագանք գտավ։ Իսկ ինչու օրինակ հակական մի շարք պաշտոնյաներ օրինակ լքեցին Հայաստանը, օրինակ հենց Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։ Իրավիճակները շատ տարբեր են ինչ առումով։ Նախ ես ասեմ, որ համոզված եմ, որ իշխանությունները որևէ ձևով չէին խոչընդոտել Համբարձումյանի Մոսկվա գնալուն, այդ վճռին ընդառաջ, կամ որ իրենք գիտեին բնականաբար ինչ վճիռ է ելնելու եւ այլն, եւ նրանք ակնկալեք ունեին, որ Դավիթ Համբարձումյանը այդ վճիռը իմանալու պարագայում պարզապես երկիր չի վերադառնա եւ դա իրենց համար քաղաքական շահարկումների եւ Անդիմության նկատմամբ հարձակումների առիթ կդառնար, արեք չմոռանանք, որ թեև իրեն պաշտոնապես ներկայացել է որպես վարչապետի թեկնածու հանրապետականը, սակայն մի քանի ամիսների քաղաքական խորհրդակցությունների արդյունքում իստորագրությունը նաև արկա ձևաթղթի տակ դրեց նաև Հայաստան խմբակցության մեր գործընկերները։ Մենք բավականին մեծ շարք անցկացրեցինք արտախորհրդանական ուժերի հետ, 2-3 տասնյակ ուժերի, միավորների եւ ակտիվ դեմքերի հետ հանդիպումներ ունեցանք եւ ընդհանուր ներընդդիմադիր դաշտում ձևավորեցին կոնսենսուս, որը առաջին հերթին արտահայտում էր մի կողմից Նիկոլ Փաշինյանի հերացման լեգիտիմ հիմքերի հետ, մյուս կողմից այն անելիքների, որը առաջին հերթին կապված էր ընդդիմադիր դաշտի օրակարգային հարցերի հետ։ Հիմա այս իրավիճակը եւ Դավիթ Համբարձումյանի ներգրավվածությունը քաղաքական ակտիվ այդ process-ին եւ համեմատությունը այն գործիչներին, որոնք մինչև 18 թվականը եղել են հանրապետականում կամ հանրապետական չեն եղել, բայց հանրապետական իշխանությունն են ներկայացրել, նրանք ունեցել են տարբեր կարգավիճակներ։ Այսինքն պարտավորությունների եւ ստանձնած պատասխանության առումով իհարկե Դավիթ Համբարձումյանը ուներ այլ աստիճան եւ այս դեպքում իհարկե դա որևէ ձևով չի նսեմացնում իր բարձր պատասխանատվությունը այդ քայլին գնալով, բայց մյուս կողմից է նաեւ համեմատելի չէ մի շարք այլ գործիչների, որոնք 18 թվականից հետո կարգավիճակ չունենալով պարզապես երկրից մեկնել են։ Դուք նախաձեռնել եք Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց, ինչպես է գնահատում այս պայդրությամբ գործընթացը, չեք կարծում, որ Հայաստան խմբակցության ձեր ընդդիմադիր գործընկերները ճիշտ էին, որ ասում էին միանալը միևնույն է հաղթանակ չի բերի, որտեղ արդեն 1 ամիս է միացել են, բայց անգամ 1 քպական այդ գործընթացին չի միացել։ Տեսեք, վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը տարբեր մակարդակներում պետք է ընթանա, բայց գլխավորը այստեղ հանրային համախմբման ապահովումն է։ Մեկ բան է, Հայաստան խմբակցության վրա չեմ ուզում օրինակը բերել, որպեսզի մեր որևէ գործընկերոջ անգամ չնեղացնեմ ինչ-որ ձևով, բայց մեկ բան է, երբ որ մարդիկ ասում են, որ մենք դա նայում ենք ճանապարհ կամ ճանապարհներից մեկը, մեկ այլ բան է նրանց մասնակցությունն ու դրանց ծավալը։ Այսինքն ով ինչպես եւ ինչ մասշտաբով է այդ գործողությունը միանում։ Այստեղ գլխավոր խնդիրն է, որպեսզի մենք հնարավորություն ստանանք ներընդդիմադիր ողջ ճակատում ապահովել նույն մարտավարության եւ նույն նպատակների շուրջ համախմբում։ Գիտեք, շատ դժվար է, երբ որ
վերջանապատակի մասին խոսում ես եւ տեսնում ես, որ ընդհանուր ընկալումը բավականին մեծ է, նաեւ հասարակության մեծ հատվածում, բայց տարբեր են մոտեցումները, օրինակ process-ների հետ կապված։ Օրինակը բերեմ ընտրությունների վրա։ Օրինակ հատկապես ամառվանից տեղի ունեցող իրադարձությունները, սրբազան շարժման ակտիվ դեմքերի ձերբակալություններ, մայրաթորի դեմ այս զերրորը, որը տեղի ունենում, բարերար Սամվել Կարապետյանի կալանավորումը, դրան հաջորդած համայնքապետերի դեմ հարձակումները, սկսած Գյումրիում, վերջացած վերջին դեպքը Մասիսում եւ այլն, տարբեր ակտիվ գործիչների ձերբակալումներ, կամ նույնիսկ փաստաբան Կոչուբաևի կալանավորումը եւ այլն, ըստ էության ցույց են տալիս, որ իշխանությունը ներ ընտրական այս process-ի տրամաբանության ներքո գնում է դաշտը ազատելու ճանապարհով։ Մի մասը դա ենթադրում է մարդկանց ազատությունից զրկում, մի կողմից դա ենթադրում է տարբեր գործիչների խաղից դուրս բերել, հատկապես համայնքներում, որտեղ համայնքներ ունեն եւ այնտեղ գտնվող անձինք ունեն հեղինակություն եւ հարգվածություն, նրանք ընտրյալ մարդիկ են, ինչպես Գյումրիում, այնպես էլ նաեւ Մասիսի դեպքում։ Մյուս կողմից հարվածները մայրաթորի նկատմամբ, իսկ մայրաթորը մեր երկրում ամենաբարձր վստահություն ունեցող ինստիտուտներ եւ դա նաեւ տարբեր սոցիոլոգիական հարցումներով էր հաստատված, ինչը նաեւ այս տեսանկյունից էր իշխանության համար, կարծում եմ տարօրինակ, բայց իրական մրցակցության նաեւ բանվերում, եւ այս պայմաններում իշխանությունը փորձում է ամեն ինչ անել, դաշտում ստեղծելու մի իրավիճակ, երբ որ ընտրություններից 1, 2 կամ միգուցե 3 ամիս առաջ դաշտում մրցակցություն կամ մրցակցային հնարավորություն ունեցող որևէ միավոր այլևս չմնա։ Այսինքն պայմանական մենք ընտրությունների հասնենք մի փուլում, երբ որ դրան մասնակցեն օրինակ 7-8 ընդդիմադիր ուժեր, բայց այդ 7-8 ուժերը միջև այդ գտնված են այնպիսի հարձակումներ եւ ճնշումների ներքո, որի պայմաններում նրանց հնարավորություններն ու պոտենցիալը որևէ ձևով չիրացվի։ Մենք ունենանք խորհրդարան, որտեղ որոշակի համամասնություն կփոխվի ընդդիմադիր ուժերի կամ նոր ուժերի ներգրավման միջոցով, բայց որևէ բան 50+1-ի տրամաբանության ներքո այլևս չփոխվի։ Հիմա մենք ասում ենք, որ Նիկոլ Փաշինյանը գնում է այդ ճանապարհով, այսինքն քամելու, հնարավորություն ցանելու ճանապարհից այդ մրցաշարից դուրս բերելու բոլոր այն մարդկանց, որոնք կարող են ինչ-որ պարագայում ազատ ժողովրդավարական ընտրությունների պայմաններում ապահովել այդ ընտրություններում ընդդիմության հաղթանակը։ Հիմա եթե իշխանությունը գնում է հակառակ ուղղությամբ, մենք չենք կարող այս իրողություններին կամ անտեսել, կամ ուղղակի շրջանցել։ Մեր խնդիրն է, որպեսզի ընդդիմադիր դաշտը այս իրադրությանը նայի իրավիճակին համարժեք։ Երբ որ մարդիկ հայտարարում են, որ որևէ բան չի փոխվել, իրանք շարժում են նույն տրամաբանությամբ, դա իմ համար հասկանալի չէ, որովհետև իշխանությունը խաղի կանոններ է սահմանել, որը այդ դասական քաղաքական կանոններին որևէ ձևով չի համապատասխանում։ Ես կարծում եմ, որ այս փուլը նաև որոշակի առումով հանգրվանային է, որովհետև սա եւս մեկ խոսակցության կամ քննարկման առարկա պետքա դառնա այն իրական ընդդիմադիր ուժերի հետ, որոնք կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, որովհետև նրա չհեռանալը խնդիր է առաջացնելու Հայաստանի Հանրապետության համար, բայց մենք պետք է նստենք կրկին խոսենք այս համատեքստում, թե ոնց ենք շարժվելու։ Եթե լինի այլ առաջարկ ընտրությունները կամ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը, որը տեղավորվի մեր երկրի խաղի կանոնների եւ օրենքների շրջանակներում, մենք պատրաստ ենք նստենք եւ նաեւ դրա շուրջ խոսենք, թե որով ուղղությամբ ենք շարժվելու։ Մեր համար կարեւորն է, որպեսզի հնարավորինս մեծ թվով ուժերի համախմբում տեղի ունենա եւ այն օրակարգը, որը իջեցվի, հավանություն արժանա հնարավորինս մեծ ուժերի համար։ Օրերս Եվրոպական խորհրդի падգամավոր թուրքական հարցերով մշտական զեկուցող Նաչո Սանչես Ամորը քննադատեց Հայաստանի իշխանությունների, սա եզակի երևույթ է, քանի որ արևմուտքի երկրները գիտենք աջակցում են Փաշինյանին եւ չեն ընդունում, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ։ Ինչու է Եվրոպան այս քաղաքականությունը վարում եւ ինչ պիտի լինի, որ արևմուտքը փոխի իր վերաբերմունքը, ընդունելով, որ Հայաստանում քաղաքական ճնշումների առկայությունը կա եւ արդյոք սա նշանակում է, որ Փաշինյանն աշճանաբար կորցնում է իր աջակցությունը արևմուտքից։ Գիտեք, Փաշինյանը փորձում է Հայաստանում իրականացող այս բռնաճնշումները ներկայացնել որպես ռուսական ազդեցության դեմ պայքար։
Եվ քանի որ աշխարհում արևմուտք Ռուսաստան բավականին մեծ դիմակայություն կա, փորձ է անում Փաշինյանը դա այդ տրամաբանության մեջ ներկայացնել եւ նաեւ դրանով է պայմանավորված, որ ոչ միայն չկա այն խանդավառությունը եվրոպական տարբեր կառույցների քննադատելու մեր երկրում արկա իրավիճակը, այլ կա սատարում եւ կա բոլոր ճգնաժամային իրավիճակներում սատարում Հայաստանի իշխանություններին։ Ես հիշում եմ, թե ինչպես էր 24 թվականի հունիսի 12-ին, երբ որ մարտիկ հավաքվել էին խորհրդային դիմաց եւ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն էին պահանջում, մարդկանց նկատմամբ հատուկ միջոցներ կիրառվեցին, վիրավորման վնասվածքի մեծ թվով դեպքեր եղավ, անհամաչափ ուժ կիրառվեց մարդկանց վրա, բայց Միացյալ Նահանգների դեսպանատունը հայտարարություն էր տարածում, որտեղ հորդորներ կամ կոչեր էր ուղում այն մարդկանց, ովքեր հավաքվել էին Բաղրամյան պողոտա։ Այն բռնաճնշումների 5%-ը կամ 3%-ը, որը տարբեր փուլերում արտահայտվել է նախորդ 3 տասնամյակների ընթացքում, տարբեր միջազգային կառույցների, դեսպանատների, երկրների կողմից ամենակոշտ դիմակայության էր արժանանում։ Իսկ հիմա ունենք լրիվ այլ իրավիճակ եւ իմիջիալուս սա նաեւ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը մնալու այն հիմնական հիմնասյուներից մեկն է։ Մյուս տեսանկյունից եվրոպացիները դե բնականաբար հասկանում են, որ կա որոշակի սահման եւ շատ տարօրինակ կլինի, եթե համատարած լռություն արտահայտվի եւ նաեւ դրանով է պայմանավորված, որ 1, 2, 3 դեպքեր կան, որտեղ որոշակի նաև սթափության կոչերը ամեն դեպքում արվում է հայաստանյան իշխանություններին, ենթադրաբար դրանք հիմնականում լինում են առանձնազրույցների ոչ հրապարակային մակարդակում։ Այս մասով մեր ֆրակցիայում Հայկն է Մամիջյան բավականին ինտենսիվ աշխատում, այս վերջին 1-2 շաբաթվա ընթացքում հանդիպել է Եվրամիության պատվիրակության ղեկավարությանը, եթե չեմ սխալվում, նաև ձեր ներկայացրած գործչետը Հայկը աշխատել, որովհետև այդ միջազգային հիմնական կապերը ֆրակցիայում Հայկ Մամիջյանն է իրականացնում, կուսակցության մասով համակարգում է կուսակցության փոխնախագահարում է Աշոտյան եւ շատ ավելի մանրամասներ ցավոք բովանդակային առումով այս պահին ես չեմ կարող փոխանցել, բայց այն աշխատանքը, որը մենք նաև տանում ենք որպես ֆրակցիա եւ նաև քաղաքական ուժ ներկայացնելու իրականությունը եւ նաև որոշակի պրեսինգի ենթարկելու դա իրականում գոյություն ունի։ Պարոն Աբրամյան, հանրապետական այն քիչ ուժերից է, որ անընդհատ խոսում է Արցախի մասին եւ դա ԿՊԱ-ական մանիպուլյացիայի տեղիք է տալիս։ Ունի արդյոք ՀՀԿ-ն Արցախը վերադարձնելու ծրագիր։ Գլխավոր խնդիրը, որը կապված է իշխանության հետ եւ մենք սրա մասին խոսում ենք, գիտեք, ունի ամենից զատ ունի ազնվության, այսպեսի ասած, մի առաջնահերթություն։ Իշխանությունը, որը 2018-ին եկել է Արցախի ինքնորոշման լոզունգներով, իշխանությունը, որը 19 թվականին խոսում էր Արցախի Հայաստանի մաս լինելու մասին, նույն իշխանությունը 22 թվականից սկսած խոսում էր Արցախի ադրբեջանական լինելու մասին։ Նույնիսկ այն իշխանական գործիչներ, ովքեր ասում էին, որ երբևէ դա հայկական չի եղել, բացառության վերջին տասնամյակների եւ այլն, այսինքն քաղաքականից բացի նաեւ քաղաքական խեղաթյուրումներ այստեղ կար։ Հիմա երկրորդ հանգամանքը ինչ ենք մենք ասում։ Մենք ասում ենք, որ Արցախյան շարժումը, որը սկսել է 80-ականների վերջին եւ 90-ականներին եկել է եւ հանգեցրել է թեև չճանաչված, բայց հռչակված անկախություն ձեռք բերած պետական ինստիտուտների ձևավորած հանրապետության, որտեղ ընտրական process-ներ են տեղի ունենում, որտեղ միջազգային պատվիրակություններ են գալի, այդ թվում եվրոպական տարբեր խորհրդաններից եւ այլն, արցախցիները վաստակել էին այդ իրավունքը իրենց ճակատագիրը որոշելու եւ այդպես շարժվելու։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները մինչև 18 թվականը, անկախ իրենց մոտեցումներից, միգուցե տարբերություններից կամ ներքին արտաքին քաղաքական որոշակի տարբերություններից, բոլորը սատարում էին այդ որոշմանը։ Հայաստանի իշխանությունները այդ ընթացքում Արցախի անվտանգության երաշխավորն էին։ Հիմա այս ստեղծված իրավիճակում մեր մոտեցումը հետեւյալն է։ Մենք ասում ենք, որ արցախցիներն տեր է եղել իրենց ինքնորոշման։ Հիմա երբ որ արցախցիները բռնի տեղահանվել են, ցեղասպանության են ենթարկվել, բայց բարձրաձայնում են իրենց բնորան վերադառնալու հարցը, Հայաստանի որևէ իշխանություն չունի քաղաքական եւ այս դեպքում նաեւ առաջին հերթին բարոյական նաեւ իրավունք այս մարդկանց ասելու թե իրենք ինչպես պետք է ապրեն։
հասկանում եք։ Հիմա թե արցախցիները որպես Արցախում ապրած բնիկներ ասում են, որ մենք հազարամյակով այնտեղ ենք ապրել։ Մենք ուզում ենք մեր վերադարձը ապահովենք, ես կարծում եմ, որ առնվազն դա նաև միջազգային առումով պետք է դառնա քննարկումների առարկա։ Ես չեմ ասում, որ դա շատ հեշտ է լինելու, ես չեմ ասում, որ կարելի է շատ կարճ ժամանակում ապահովել, բայց փակել այդ հնարավորությունը, սահմանափակել այդ մարդկանց իրավունքները, սահմանափակել այս մարդկանց խախտված իրավունքների վերականգնումը, դա բարոյական առումով որևէ իշխանություն, որևէ փուլում չի կարող։ Եվ այս պայմաններում մենք կարծում ենք, որ առնվազն չպետք է փակվի Արցախի էջը, պետք է հնարավորություն տալ արցախցիներին, ովքեր ստեղ ունեն թեև մեծ դժվարություններով, բայց գործող իշխանություն, բավականին սահմանափակումներով, հասկանալի պայմաններով, իրենց իրավունքների բարձրաձայնման թեման ոչ միայն օրակարգային դարձնելու, այլ դրանք նաև սատարելու համար։ Ի վերջո, եթե Ադրբեջանի հետ ասում ենք, որ մենք պատրաստ ենք նստել խոսել բոլոր ուղղություններով, ապա այնտեղ ապրող 150,000 մարդկանց հարցը կարելի է, եթե ոչ այս կամ այն փաստաթղթով, ապա զուգահեռ քննարկման, նվազագույնը զուգահեռ քննարկման առարկա դարձնել, ինչը ամեն գնով փորձում են խափանել հայաստանյան իշխանությունները։ Անդրադառնանք օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հռչակագրին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ընդդիմությունից բազմաթիվ այսպես քննադատություններ հնչեցին Թրամփի ուղու վերաբերյալ, ինչ եք անելու դուք, նկատի ունեմ հանրապետականը, եթե գա իշխանության այդ Թրամփի ուղու հետ չեղարկվելու է կամ գուցե վերադառնալու եք նոյեմբերի 9-ի փաստաթղթին, ինչ ճակատագիր է սպասվում։ Գիտեք, նախ մենք դեռևս ամբողջությամբ չգիտենք, թե համատեքստը այս փաստաթղթի ինչն է։ Ինչի համար եմ սա ասում։ Տեսեք, մեկ օրինակ բերեմ այստեղ։ Երբ որ Թրամփը խոսում էր վարձակալության մասին, կամ միջև այդ փաստաթղթի ստորագրումը, եթե չեմ սխալվում, Թուրքիայում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանը խոսում էր 99 տարով այդ ճանապարհի վարձակալության մասին, Հայաստանից ասում էին, որ նման բան գոյություն չունի, վարձակալության հետ կապված բան չի քննարկվում եւ այլն եւ այլն։ Արդյոք մեր հասարակությունը ունի վստահություն, որ ներկայացվող փաստաթղթում ներկայացված է ողջ էությունը այն քննարկումների կամ բանակցությունների, որոնք տեղի ունեն։ Դրա համար առաջին բանը, որը պետք է անի հաջորդ իշխանությունը, պետք է նա հասկանա կոնտեքստը ինչ է տեղի ունեցել, ինչի շուրջ են հիմնական բանակցությունները, պայմանավորվածությունները, արդյոք դրանում կան նաև որոշակի բանավոր մոտեցումներ, որոնք ներկայացված չեն, ինչ եմ նաև սա ասում, որովհետև շատ դեպքերում երբ որ մի երկիր պետք է զիջումներ անի, բայց դիմացիները չեն ուզում, որ նա իր երկրի ներսում խնդիր ունենա, որոշակի առումով նրա դեմքը փրկելու կամ դեմքը պահելու իրենք խնդիր են դնում, որը նաև որոշակի առումով արտահայտված էր նոյեմբերի 9-ի փաստաթղթում անկախ դրա որակական բնույթից։ Դրա համար ես կարծում եմ, որ ցանկացած իշխանություն ով էլ կգա որևէ ձևով կհասնի իշխանության, առաջին հերթին պետք է հասկանա որն է եղել այդ ամբողջ կոնտեքստը եւ այդ տրամաբանությունը հասկանալուց հետո պետք է հասկանա գնում է փաստաթղթային լրամշակման ճանապարհով, հրաժարվում է, թե տեսնում է պայմանական եմ ասում վատագույն տարբերակը, որ այստեղ փոփոխությունը կարող է բերել պայմանական Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների ամբողջական վատթարացմանը եւ դա բերի իր հետ բավականին մեծ խնդիրների։ Բայց այստեղ մի քանի բան կա, որ ձեր ուշադրությունը ուզում եմ կենտրոնացնել։ Տեսեք, ինչ ենք մենք նաեւ ասում առաջին հերթին։ Ասում ենք այն ինչ որ պետք էր Ադրբեջանին, դա տեղ է գտել այդ փաստաթղթում, դա տեղ է գտել TRIP-ում, այսինքն Հայաստան-Ադրբեջան Միացյալ Նահանգների պայմանավորության մեջ։ Այսինքն Ադրբեջանը համար առաջնահերթություն էր անցկացնել տեղով իր կոմունիկացիան եւ դա նա ապահովում է իր համար ցանկալի տարբերակով եւ այլն։ Ինչն է Հայաստանի համար առաջնահերթ։ Մենք գեյների ռազմագեյների մասին խոսեցինք, նաեւ անհետքոր անձանց մասին, որևէ ամրագրում չկա փաստաթղթում։ Թվում է, որ դա հումանիտար բնույթի նույնիսկ խնդիր է եւ իր նշանակությամբ ընդհանուր առմամբ եմ ասում ոչ Հայաստանի Հանրապետության համար զիջում էր այդ կոմունիկացիաների ապաշրջափակման հարցին, բայց դրա հետ կապված որևէ բան տեղ չգտավ։ Երկրորդը ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում։ Հիմա դա թողնված է հետագա տարիներին դելիմիտացիա դեմարկացիայի գործընթացին։ Դելիմիտացիայի գործընթացը կարող է տասնամյակներ տևել։ Այսինքն Ադրբեջանի համար ինչ որ պետք է եղել իրացնել, նա հստակեցրել է,
որպես փաստաթղթային կետ դրել է, բայց այն ինչ որ վերաբերում է Հայաստանի համար կարևոր հարցերին, դա թողնված է հետագա տարիների համար։ Ու մենք չգիտենք վաղը ինչ է տեղի ունենալու։ Հիմա օրինակ դելիմիտացիայի մասին ինչ գիտենք։ Ոչ մի բան չգիտենք։ Վերջին բանը եղել այն, որ այն հատվածներում, որտեղ պետք է հատումը լինի Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Նախիջևանի ինքնավար հանրապետություն հատված, որ այդ հատվածում են աշխատանքներ իրականացնելու, որպեսզի կարողանան մնացած կոմունիկացիոն հարցերը տեխնիկական հիմա լուծելու։ Մենք չգիտենք երբ են հասնելու Իշխանասար, երբ են հասնելու Սևլիչ, երբ են հասնելու Ներքին Հանդ, երբ են հասնելու Ջերմուկ։ Իսկ այդ հատվածներում հակառակն եմ տեսնում։ Ադրբեջանը ակտիվ աշխատանքներ է տանում։ Ես չեմ ասում այդ աշխատանքը տանում է, որտեղ վաղը կռիվ է լինելու, բայց իմ համար հասկանալի չէ այն հատվածները, որտեղ Ադրբեջանը ունի ներխուժած հատված, եւ ակնհայտորեն ինքը գիտի, որ ինքը տեղ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում է, ուտեղ բավական ինտենսիվ աշխատանքներ է իրականացնում։ Սա այն հատվածը չէ, որտեղ 5-10-20 մետրի հարց է։ Ասենք Ջերմուկի հատվածում մինչև 7.5 կիլոմետր առաջ են եկել։ Հասկանալի չէ, որ այդ եթե այնտեղ կա մի քանի 100 մետրի հետ կապված հարց, բայց 7.5 կիլոմետրը լրիվ հսկայական բան է եւ խառնելու, շփոթելու որևէ բան այստեղ չկա։ Եվ այս պայմաններում իմ համար բավականին մեծ կասկած է առաջացնում։ Ինչ կլինի, թե Հայաստանը իրացնի իր պարտավորությունները ինչ-որ պայմանագրով կամ պայմանագրից դուրս ստանձնել է, իսկ Ադրբեջանը չիրականացնի։ Ադրբեջանը իր համար կստեղծի մշտական հնարավորություն Հայաստանի նկատմամբ իր վերահսկողությունը ապահովելու, տարբեր փուլերում զիջումներ գործելու եւ քաղաքականությունը իր առաջնահերթությունների շրջանակներում իրացնելու համար։ Ինչ կստանա Հայաստանը անընդհատ զիջումներ կանի, անընդհատ գտնվի ադրբեջանական եւ թուրքական որոշումների տիրույթում եւ սրանից հետո որևէ ցանկացած այլ հայաստանյան կառավարություն մշտապես խնդիրներ կունենա Ադրբեջանի իշխանությունների հետ։ Եվ պարոն Աբրամյան, ամփոփելով զրույցը 2026 ընտրությունները մոտենում են։ ՀՀԿ-ն միայնակ է մասնակցելու, թե դաշինքով կամ ում հետ եք պատրաստ համագործակցելու եւ ինչու է ՀՀԿ-ի վարկանիշն այդքան ցածր։ Նախ տարբեր սոցիոլոգիական հարցումները, որոնք արտահայտվում են եւ ներկայացում այդ թվում հանրապետականին, դրա վրա ազդեցություն ունի նաեւ հանրապետականի որոշումը։ Հանրապետականը քաղաքական դաշտի այն հիմնական ուժերից է, որը մինչև այս պահը չի հայտարարել ընտրության մասնակցության մասին։ Եվ բնական է, եթե դու չես մասնակցում կամ դրա մասին հայտարարություն չես անում, քո որոշման հետ կապված, բնական է, որ մարդկանց մոտ էլ տարբեր հարցումներում դրանք կլինեն փողոցային հարցումներ կամ կլինեն սոցիոլոգիական հարցումներ, դու այդտեղ բնականաբար թվային առումով չես ունենա ամբողջական պատկեր։ Մենք այս պահին ես առիթ ունեցա նաև ձեր այդ զրույցում ասելու, որ մենք այս պահին կենտրոնացել ենք ընտրություններից դուրս գործող այն գործիքնակազմի իրականացման մասով, որը մեզ հնարավորություն կտա միջև ընտրություններ իշխանության հարցը լուծել։ Եվ այս պայմաններում մեր համար դեռևս առաջին պլան չի եկել ընտրություններում կողմնորոշվելու կամ դրա հետ կապված որոշում կայացնելու հարցը։ Ավելին ասեմ, կուսակցության ղեկավար մարմինը, գործադիր մարմինը այդ թեմայով որևէ քննարկում չի արել։ Իհարկե կուսակցության ղեկավարը հայտարարել է, որ որևէ մեկի պարագայում հետ մենք խորհրդակցում ենք կամ քննարկումներ ենք առաջարկում, դրանք չեն հակասում ընտրական պրոցեսին, այսինքն մենք չենք ասում կամ այս կողմ կամ այն կողմ։ Մենք ասում ենք արեք օգտագործենք այդ հնարավորությունը հանրային քաղաքական մոբիլիզացիայի այդ հարցը լուծել մինչև ընտրություններ։ Եվ այս պահի դրությամբ մենք այդ մասին դեռևս որոշում չունենք։ Երբ որ այդ որոշումը ձևակերպվի, քննարկվի, մենք մեր դիրքորոշումը կանոնայնացնենք։ Շնորհակալ եմ պարոն Աբրամյան զրույցի համար։ Հիշեցնեմ իմ հյուրն էր ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Կհանդիպենք։